Քաղաքացիներին ծեծող ոստիկանապետին Փաշինյանը ազատել է աշխատանքից, ասում են, որ Աննա Հակոբյանն ուզում է իր ընկերուհուն այդ պաշտոնին նշանակել, ինչ կասեք։ Գիտեք ինչու՞ն է բանը, ես արդեն այդ անգրագետներից սենց եմ զզվել, որ Փաշինյանից եւ այլն։ Նախարարը հերիք չի մեզ։ Նախարարը, ինչքան գիտեմ, Աննա Հակոբյանի հովանավորության տակ է նշանակված։ Եվս ոստիկանապետը հատուկ գործառույթներ ունի այդտեղ։ Ոչ թե գենդերային խնդիր է, բայց կարծում եմ ամեն դեպքում բոլոր նրանք, ովքեր այս ռեժիմի հետ համագործակցում են, նրանց ծառայում են, ուշ թե շուտ այս ճակատագիրն է սպասվելու։ Եթե ազատել են ճիշտ են արել, եթե մարդացած ազատ են, բայց պիտանի։ Իսկ Աննա Հակոբյանը եթե ընկերուհուն նշանակի ոստիկանապետի պաշտոնում, ինչ կազմեք, ինչ կասեք։ Հիմա ինչ ասեմ։ Ես չեմ կարող ասեմ, ինչ ասեմ։ Ով հասու նշանակում է։ Կյանքնացած ինչ անենք։ Հայի խասյատա։ Ես չեմ հավատում բամբասանքների եւ ըսիեսավների, թող մարդիկ իրենց գործը հանգիստ անեն, անկեղծ։ Մենք միշտ երեստակ բաներ ենք փնտրում, չենք համարձակվում ճշմարտությունից խոսել։ Իսկ եթե ոստիկանապետը կին լինի ու իսկապես Աննա Հակոբյանի ընկերուհին լինի։ Չեմ պատկերացնում, որ այդպես պետք է լինի, այդ կարգի ապականված չեմ պատկերացնում Հայաստանը։ Ես այնքան բան ունեմ ասելու, բայց կարող է չտեղավորվեմ։ Այդ թեմայի շուրջ մի քանի խոսք ասեք։ Թեմայի շուրջ, եթե մենք ունենանք պետական ղեկավարներ, պետության ղեկավար, ինքը մի րոպե պետք է չփապաղեր ու հարցերը լրիվ լուծվեր։ Ի օգուտ ժողովրդի։ Ինչ են դառել։ Բայց անարխիա։ Դրանք ղեկավարներ չեն։ Են որ ասում է քաղաքական պայմանագիր, դա քաղաքական պայմանագիր կուսակցություն չի։ Քաղաքացիական։ Քեմալական պայմանագիրն է։ Քեմալական, ուրիշ ոչ մի բան, կամ քանդել պետությունը։ Հիմա ես ձեզ Արամ Հովհաննիսյանին ինչու ազատեց աշխատանքից, որ Աննա Հակոբյանի ընկերուհուն նշանակեն։ Դե իրանք ոնց ուզում են, այդպես էլ անում են։ Այդ կարելի այդ հարցը խնդրում են տակ Աննա Հակոբյանին։ Իրանք ինչ ուզում են, այդպես անում են, ժողովրդի կարծիքով է հարցնում։ Սխալ եմ ասում։ Իսկ եթե կին լինի ոստիկանապետը, ինչ կլինի։ Ցավը տանեմ, կինը, որպես կին առաջինը, նա պետք է լինի տնային խոհարար։ Երեխաների դաստիարակող, ոչ թե նախարար։ Նախարարն ինչ պետք է անի, նա ինքը ինչ պետք է անի։ Դե նախարարը կին է, երևի ուզում են ոստիկանապետն էլ կին լինի։ Ես չեմ ցանկանա։ Հետո վարչապետն էլ կին կլինի։ Դե գիտեք ինչ։ Օրինակ Աննա Հակոբյանը կլինի վարչապետ։ Բոլորին էլ մի զամբյուղի մեջ ու վառել։ Ես այդքան բան կարամ ասեմ։ Դեկուզի խոսքը կարող է հասնել իրանց ինչ-որ ես կորցնելու բան չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Սխալ եմ խոսում։ Ուրեմն իրանց մուր իրանց գլուխ, թող ժողովրդին հանգիստ թողնեն։ Ու ձեզ էլ նմանապես հանգիստ թողնեն։ Մեկը իմ կարտիքը իրանք հաշվի չեն առնելու։ Փաշինյանի տիրոժմերն էլ, ոստիկանի տիրոժմերն էլ, էլ բան չունեմ։ Ինչ ասեմ, օրենք չկա, բան չկա, էլի ով չգիտի։ Եսը։ Ապե մի նկարի ես բան։ Իսկ եթե ոստիկանապետը կին լինի, ինչ կլինի այդ։ Լավ կլի ոնց որ։ Կինը մի քիչ բան է, էլի։ Ինչ ավելի ուժեղ է, քան տղան։ Հա, բա ոնց։ Նորություն, հա։ Խիղճ կա, փորը, ամեն ինչը լավ է։ Շատ բաց բաներ են անում, առաջերտին, որ բայր չի իրենց։ Մնացածը արդեն ասելու բան չկա։ Նորմալ է, որ իրենց ընկերուհիներին, ընկերներին, բարեկամներին են նշանակում, դրա դեմ էին պայքարում 18 թվականին։ Հիմա էլ են պայքարում։ Չէ, իրենք էին հենց պայքարում։ Հիմա էլ մենք ենք պայքարում, որ տես բաներ չլինի։ Ինչ ասեմ։ Իսկ ոստիկանապետից գոհ էիք։ Ճիշտ ասած չեմ կարող ասել գոհ եմ, գոհ չեմ, բայց դե ամենայն դեպս ինչ որ կատարվում է, սա սխալ է։ Լրիվ սխալ է։